փոխանցվում։ Շնորհակալություն։ Ցեգե իպես ես էլ եմ դասավանդում, միջազգային հարաբերություններ եմ դասավանդում, ուսանողներից մեծ մասը ծնվել են 2000-ականներին բնականաբար, այսինքն սովորաբար ավանդույթ է, ես իրենց ասում եմ, որ իրենք ծնվել են յուրահատուկ պատմական ժամանակահատվածում, իրենք ասում են ինչու յուրահատուկ, ասում եմ, թե նախ, որովհետև դուք ծնվել եք անկախ Վրաստանում, որը կա ընդամենը 35 տարի մոտավոր, եւ ծնվել եք միաբևեռ աշխարհակարգում, որտեղ գերակայողը ԱՄՆ-ն է։ Միաբևեռության պահը ավարտվել է, հիմա պետք է անկախ Վրաստանը պահպանենք։ Միաբևեռ պահը ավարտվել է, աշխարհը կտրուկ սրընթաց փոխվում է, հենց մենք խոսում ենք, հիմա արդեն փոխվում է։ Ոչ տարեստարի, այլ նույնիսկ օրեցօր փոխվում ոչ միայն Չինաստանի որպես գերտերության կայացման պատճառով, այլ նաև Ռուսաստանը որպես մեծ տերություն վերադառնում է եւ որ ամենակարևորն է պատերազմը ընթանում Ուկրաինայում ու այն փոխելու է ստատուս քվոն։ Յուրաքանչյուր ստատուս քվո ցանկացած տարածաշրջանային կարգ, աշխարհակարգ միշտ փոխվել է ինչ որ պատերազմի միջոցով, ուկրաինական պատերազմը, համաշխարհային պատերազմ չէ, բայց գրեթե բոլորը ներգրավված են Ուկրաինայի պատերազմին, ինչ որ կերպ, այս կամ այն կերպ, դա հաստատ փոխել է ստատուս քվոն, ու մենք չգիտենք, թե ինչպիսի աշխարհակարգ ենք ունենալու մի քանի տարուց։ Արդյոք դա կլինի բազմաբևեռ աշխարհակարգ, թե երկբևեռ աշխարհակարգ, դեռ չգիտենք, հաստատ չի լինելու միաբևեռ, դա ավարտված է։ Եվ եթե այդպես ենք մտածում, Հարավային Կովկասը պետք է պատրաստվի մոտալուտ փոփոխություններին։ Եվ դա շատ ցավոտ լինել, հատկապես եթե երկբևեռ աշխարհակարգ ենք տեսնելու։ Երկբևեռ աշխարհակարգ, որում ռուս-չինական դաշինքը կլինի ընդդեմ արևմտյան դաշինքի։ Ես կնախընտրեի բազմաբևեռ աշխարհ։ Ես կնախընտրեի Ռուսաստանը լիներ մեծ տերություն, անկախ մեծ տերություն, ավելի անկախ Չինաստանից։ Ինչու՞։ Որովհետև այս պարագայում մենք երկբևեռ աշխարհակարգ չենք ունենա, երկբևեռ աշխարհակարգում փոքր պետությունները, ինչպես են Հայաստանը, Վրաստանն են, շատ ավելի քիչ մանևրելու տեղ ունեն, շատ ավելի դժվար է երկբևեռ աշխարհակարգում նավը նավարկել ու պահպանել անկախությունը։ Երկբևեռ աշխարհակարգում կամ մեզ հետ ես, կամ մեր դեմ ես։ Այդպես է աշխատում։ Ինչպես կենթանի մնալ մոտակա փոփոխությունների պարագայում։ Կրկին ասեմ, շատ ցավոտ լինել, ինչպես դիմադրել է արտաքին ճնշմանը։ Հարավային Կովկասը իր աշխարհագրության պատճառով բնականաբար չի կարող պարզապես դուրս մնալ այս ամենից։ Չեն կարող։ Նույնիսկ եթե փորձում ենք ինչ որտեղ թաքնվել, չեն կարող ինչ որտեղ թաքնվել։ Մեր հարևանը Ռուսաստանն է, Թուրքիան, Իրանը, Սև ծով կա, միակ ծովը, որը հիմա չելուց, որով անցնելը միջազգային կոնվենցիաներով չի կարգավորվում եւ Կասպից ծովը նավթի գազի մեծ հառելի պաշարներով։ Մենք չենք կարող թաքնվել, չենք կարող արհամարել տեղի ունեցող փոփոխությունները, ինչպես ուրեմն կենթանի մնալ դրանց պարագայում։ Միգուցե միայն տարածաշրջանային համագործակցությամբ կոնսոլիդացիայով, ոչ թե միավորվելով, այլ կոնսոլիդացվելով, ինչպես մենք արդեն քննարկեցինք, նույնիսկ, այսպես ասեմ, նորմալացումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարող է տարիներ տևել է, հույս ունեմ իհարկե, որ Ալիք կասկածով էր խոսում դրա մասին, ասաց իմ կյանքի ընթացքում չեմ տեսնել, շատ հեռատեսական հնչեց դա, ասաց, որ չի ակնկալում, որ լիարժեք նորմալացումը Բաքվի Երևանի միջև կլինի, ես հույս ունեմ, որ դա շուտով տեղի կունենա, որովհետև կրկնեմ, հույս ունեմ, որ Թբիլիսիում ու Երևանում Բաքվում բոլորը կգիտակցեն դա, երեքս պիտի համագործակցենք, Հարավային Կովկասը դարձնենք ոչ միայն տարածաշրջանային տրանսպորտային հանգույց համագործակցության եւ առևտրի, այլ տարածաշրջանային կայունության եւ խաղաղության հանգույց։ Միայն այդ պարագայում է, որ մենք կենթանի կմնանք մոտալուտ ցավոտ փոփոխությունների պարագայում, որոնք կրկնեմ անխուսափելի են։ Շատ շնորհակալություն։